Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իսկ ինչ հայտարարություն եղավ։ Հայտարարություն եղավ, որ Դավիթ Գալստյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը բավարարվել է, ոնց որ թե տնային կալանք եւ գրավ փոխվել է, նաեւ իմացանք, որ Միրան Մաղսուդյանի վերաբերյալ էլի բողոքը ոնց որ թե մասնակի բավարարվել է, չիմացա այդ կամ երևելի նույն ձև տնային կալանք, նաեւ իմացա, որ Բագրատ Սրբազանի մասով մասնակի էլի բողոքա բավարարվել, տեսակցությունների արգելքի վերացման մասով այս կալանքը դեռ պահպանվում է։ Պարոն Խուդոյան, դուք միջնորդեցիք, որպեսզի հանրային քրեական հետապնդումը դադարեցվի ձեր պաշտպանյանների նկատմամբ, հարցը կիսատ քննարկվեց, բայց թերևս ոնց հասկացանք միջնորդությունը ամբողջությամբ ես ներկայացրեցի։ Այս մասով ինչ եք ասում։ Դե պետք է արձանագրենք, որ այս փուլում եթե դատարանը չի դադարեցնում հետապնդումը, ապա նույնիսկ եթե հետագայում արդարացման դատական ակտ կայացնում, ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում անձինք անիրավի գտնվել են ազատազրկված կամ քրեական հետապնդվողի կարգավիճակով։ Նաև դատական նիստերը լարված մթնոլորտում են անցնում, այս մասով ինչու է հանրային մեղադրողները Ես կարծում եմ իրանք այս գործի ապօրինության բարոյական ճնշման տակ են եւ շատ հաճախ անձնական են ընդունում այն ինչ որ ասում է մեր կողմից գործի վերաբերյալ եւ ինչ որտեղ փորձում է տեղի ունենում բնականաբար եթե իրանք եկած լինեին նորմալ քրեական գործով վստահ իրենց ապացույցների վրա վստահ իրենց արած գործի ճշմարտացիության վրա այդ նյարդային արձագանքները մենք չէինք տեսնի